Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ ձևակերպեց հետևյալ մտքերը, բառացի չեմ ցիտում, որ աշխարհում տեկտոնական վայրիվերումների, նոր աշխարհակարգի ձևավորման եւ գլոբալ քաղաքականության տրանսֆորմացիաների ֆոնին այն քաղաքականությունը, մասնավորապես հաշվարկված եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը, որը տանում է Հայաստանի Հանրապետությունը, միակ հնարավորն է եւ Հայաստանի Հանրապետության համար նվազագույն ռիսկեր պարունակողը։ Բնական է, որ այս մտքին եղան մեկնաբանություններ, որոնք զուրկ էին քաղաքական որևէ բովանդակությունից, առավել եւս ռացիոնալությունից։ Հակափաստարկներով իշխանությանը քննադատելու փոխարեն, սակայն ինչ որ այն, ինչպես որ ընդունված է իրենց արմատական ընդդիմություն դիրքավորած ուժերի դեպքում, այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ, երբ ընդդիմության ճակատները քննադատում են ոչ թե իշխանություններին, այլ իրենք եւ արդեն տևական ժամանակ է ընդդիմության ներսում արշալույսները խաղաղ չեն։ Եվ այն քաղաքական հակասություններն ու տարաձայնությունները, որ ընդդիմության երկու թևերը, այսպես ասած, խնամքով իբր թաքցնում էին, այսօր արդեն ակնհայտ բախման մեջ են։ Քաղաքագիտական տեսանկյունից բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, երբ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը եւ նրանց հարող քաղաքական գործիչները խիստ քննադատում են իրար, այլ ոչ թե իշխանություններին։ Կարող ենք արդյոք ենթադրել, որ նրանք ավելի շատ հակասություններ ունեն իրար մեջ, քան իշխանությունների։ Կարծում եմ, այո։ Ուստի կարող ենք արդյոք անուղղակի ենթադրել, որ նրանք ավելի շատ համախոհ են իշխանությունների հետ եւ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունների հետ, կարծում եմ, այո։ Իսկ մինչ այդ իշխանության օրենսդիր եւ գործադիր թևերը շարունակում են իրականացնել կառավարության 21-26 թվականի ծրագիրը արտաքին ճակատում քայլ մի վնասիր սկզբունքով առաջ գնալով, ապացույց այսօր սահմաններին տիրող հարաբերական խաղաղությունն է։ Իսկ մինչ այդ ընդդիմության մի հատվածը կարոտախտով է հիշում Քիլդիմ մուլտֆիլմերի ժամանակահատվածը, երբ այս կեղծ իրականությունով թմրեցնում էին հայ հասարակությանը, երբ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանը միլիարդների զենքեր կուտակում, իսկ մյուս հատվածն էլ Հայաստանին նայում է Ռուսաստանի Դաշնության աչքերով, ինչպես Հայաստան Դաշինքի քաղաքական ղեկավարը նշեց, որ այս ամենին գումարում ենք նաև Գյումրիի եւ Փարաքարի թիմ ընտրությունները, ապա կարող ենք հետեւյալ ենթադրությունն անել, որ ինչ խոսք Հայաստանի ընդդիմության համար հեշտ ժամանակներ չեն։